Ողջույն, այսօր մենք միասին կառուցելու ենք ձեր սեփական թվային տունը, այսինքն ձեր կայքը, այն էլ 0-ից։ Դե ինչ, գնացինք։ Գիտեք, ամեն ինչ սկսվում է ոչ թե ինչ-որ բարդ կոդի տողից, այլ շատ ավելի պարզ, բայց միևնույն ժամանակ հզոր մի գաղափարից, կազմակերպվածությունից։ Պատկերացրեք, տուն եք կառուցում։ Եթե նախագիծը խառնաշփոթ է, տունն էլ քաոսային կլինի, չէ՞։ Դե նույնն էլ կայքի դեպքում է։ Խառը կառուցվածքը ստեղծում է մի կայք, որն ուղղակի անհնար է կառավարել։ Լավ, եկեք տեսնենք մեր այսօրվա պլանը։ Սկզբում կխոսենք նախագծից, նիշքերից ու նիշքադարաններից։ Հետո կհասկանանք, թե որն է կայքի, այսպես ասած, մուտքի դուռը, index HTML-ը, այնուհետև կսովորենք, թե ինչպես ենք տանը տեղաշարժվելու, կուսումնասիրենք նիշքերի ուղիները։ Կխոսենք նաև ինտերիերի դիզայնի, այսինքն հիմնական սկզբունքների մասին, եւ վերջում ամենահետաքրքիրը՝ կայքի բացումը հանրության համար կամ ինչպես ասում են տեղակայումը։ Եվ այսպես, սկսենք հենց հիմքերից։ Նախ պետք է հասկանանք, թե ընդհանրապես ինչպես ենք կազմակերպելու մեր բոլոր նյութերը, նիշքերը, նկարները, տեսանյութերը, այն ամենը, ինչից կազմված է լինելու մեր կայքը։ Ցանկացած կայքի նախագիծ պետք է սկսվի իր սեփական հիմնական նիշքադարանից։ Սա պատկերացրեք, ձեր ամբողջ տան հիմքն է ու հողամասը, միտեղ, որտեղ ամեն ինչ պահվում է միասին։ Իսկ եթե հիմնական նիշքադարանը տունն է, ապա ենթանիշքադարանները դրա սենյակներն են։ Դուք կարող եք ունենալ այնքան սենյակ, որքան ձեզ պետք է, ձեր բովանդակությունը կոկիկ ու կառավարելի պահելու համար։ Օրինակ, մի սենյակ նկարների համար, մյուսը ոճերի, երրորդը տեսանյութերի եւ այլն։ Լավ, մեր նախագիծն արդեն ունենք, սենյակներն էլ տեղում են։ Բայց ցանկացած տան ինչ է պետք։ Իհարկե, մուտքի դուռ, միակ մուտքի կետը բոլոր այցելուների համար։ Կայքերի աշխարհում այդ մուտքի դուռը գրեթե միշտ մի ֆայլ է, որի անունն է index.html, եւ շատ կարեւոր է հիշել, որ այն պետք է գտնվի ձեր հիմնական, այսինքն արմատական նիշքադարանում։ Իսկ հիմա մի շատ հետաքրքիր բան։ Ճիշտ է, սպասարկիչները կարելի է կարգավորել այնպես, որ նրանք ցանկացած ֆայլ ճանաչեն որպես գլխավոր էջ, բայց գիտեք, index.html-ին հավատարիմ մնալը լավագույն տարբերակն է։ Ինչու՞։ Որովհետև այն աշխատում է բացարձակապես ամենուր առանց որևէ լրացուցիչ կարգավորումների։ Այնպես որ պարզապես հիշեք այս անունը։ Շատ լավ, մեր սենյակները դասավորված են, մուտքի դուռն էլ իր տեղում է։ Հիմա պետք է ստեղծենք այսպես ասած միջանցքներ ու ճանապարհներ, որպեսզի մեր էջերը կարողանան գտնել իրենց անհրաժեշտ ռեսուրսները, լինի դա նկար թե ոճաթերթ, անկախ նրանից, թե որ սենյակում են դրանք գտնվում։ Օրինակ, պատկերացրեք, որ images սենյակում մի նկար ունենք։ Դրան հասնելու համար մենք պարզապես գրում ենք սենյակի, այսինքն նիշքադարանի անունը, հետո մի թեգից ու վերջում հենց նիշքի անունը։ Շատ պարզ է, չէ՞։ Իսկ ինչ անել, եթե պետք է դուրս գալ ընթացիկ սենյակից ու գնալ մեկ այլ սենյակ։ Դրա համար օգտագործում ենք երկու կետ ու թեգքից։ Սա նման է նրան, որ դուք դուրս եք գալիս ձեր սենյակից դեպի ընդհանուր միջանցք, որպեսզի հետո կարողանաք մտնել մեկ այլ սենյակ։ Եվ այս օրինակը հիանալի ցույց է տալիս, թե ինչպես կարելի է այս գործողությունը կրկնել։ Այսինքն, եթե դուք շատ խորն եք, ասենք 3 սենյակ ներս, կարող եք 3 անգամ դուրս գալ միջանցք, որպեսզի հասնեք ձեր ուզած նիշքին, օրինակ, հենց մուտքի դրանը index.html-ին։ Դե ինչ, մեր տան կմախքը պատրաստ է, ճանապարհներն էլ գծված են, հիմա ժամանակն է անցնելու ամենահաճելի փուլերից մեկին՝ ինտերիերի դիզայնին։ Պետք է համոզվենք, որ մեր թվային տունը հյուրընկալ է, հարմարավետ ու հեշտ նավարկելի մեր բոլոր այցելուների համար։ Այստեղ կան մի քանի ոսկե կանոններ։ Տեսեք, գլխավոր էջը պետք չէ ծանրաբեռնել շատ տեքստով։ Ամեն էջ պետք է ունենա իր վերնագիրը եւ հստակ հասկանալի ընտրացանք։ Ընդ որում այդ ընտրացանքը պետք է լինի եւ գրավիչ եւ հեշտ օգտագործվող։ Շատ կարեւոր է, որ տեքստը հեշտ կարդացվի, լավ առանձնանա ֆոնից։ Հղումները պետք է տեսողականորեն տարբերվեն մնացած տեքստից, որ մարդիկ միանգամից հասկանան, որ դա սեղմվող հղում է։ Ընդհանուր առմամբ, լավ դիզայնի գաղտնիքը պարզության մեջ է։ Եվ ահա, մեր աշխատանքի վերջնական ստուգումից հետո մոտենում ենք ամենահուզիչ պահին։ Ժամանակն է մեր տան դռները բացել հանրության առաջ, այսինքն մեր կայքը հասանելի դարձնել բոլորին ամբողջ աշխարհում։ Այս գործընթացը իրականում բաղկացած է 4 հիմնական քայլից։ Առաջինը, դուք պետք է գրանցեք տիրույթ, այսինքն ընտրեք եւ վարձակալեք ձեր կայքի հասցեն։ Երկրորդ, ձեզ պետք է հոսթինգ։ Սա նշանակում է տարածք վարձակալել մի սպասարկչի վրա, որը միշտ միացված է համացանցին։ Երրորդ քայլով դուք պետք է ձեր գնաց հասցեն կապեք այդ սպասարկչի հետ։ Եվ վերջապես, չորրորդ քայլը վերբեռնումը։ Դուք ձեր համակարգչում պատրաստած բոլոր ֆայլերը տեղափոխում եք այդ հոսթինգի սպասարկիչ։ Վերջ, այսքան բան։ Ահա եւ վերջ։ Ձեր թվային տունը կառուցված է։
Դուք արդեն ունեք ամբողջական նախագիծը, առաջին նիշխադարանից մինչև վերջնական գործարկում։ Հիմա մնում է միայն մեկ հարց. ինչ պատմություն եք պատմելու դուք դրանով։